Մեր հայրենակիցները եւ առհասարակ արդեն քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը քաղաքականության մեջ սովոր են տեսնել մեծ գումարներ, զիջումներ, դավաճանություն եւ այլն։ Բայց երբ տեսնում են շարժում, որն ունի կամք, տեսլական, հաստատակամություն, բեգաղափարին նվիրված եւ ամբողջությամբ անկախ է, անսովոր ու տարօրինակ են համարում։ Նրանց համար այնքան տարօրինակ է նման երևույթը, որ նրանք ավելի լավ է շարունակեն աջակցել ինչ-որ մի խաբեբադ դավաճանը փողատել մի քաղաքական ուժի, քան սատարել մի իրական ազգային քաղաքական շարժում, որն առայժմ փոքրաթիվ է։ Այնքան են խաբվել ու խաբկանքի մեջ ապրել, որ չեն իմանա ճշմարտությունը ու իրական ազգայնականությունը ինչ է, եթե նույնիսկ այն արծաթես կուտեղի վրա իրենց մատուցվի։ Իսկական ու արմատական փոփոխություն են ուզում, բայց շարունակում են անել նույն բանը, որը հենց խելագարության սահմանումն է, ոչ թե ողջամտության։ Մեր հայրենակիցների զգալի մասը փոփոխություն է ցանկանում եւ բողոքում է այս համակարգից, բայց շարունակում է տարբեր դիմակներով նույն մաշված դեմքերին աջակցել, բողոքելով, որ նոր մարդ չկա, կարծես թե այն նոր մարդը, ով բոլորից անկախ է, ամեն օր համակարգի մեդիայի կողմից լուսաբանվելու է։ Քաղաքականության մեջ ճնշող մեծամասնությունը միաչափ է մտածում, եւ դրա համար ոչ միայն ոչ մի բան չի փոխվել մեր երկրում այս վերջին 30 տարում, այլև ինչպես տեսնում ենք, ամեն ինչ ավելի է վատթարացել։ Նրանք միաչափ են մտածում, իսկ մենք, որպես հեռատես ազգայնականներ, պարտավոր ենք ոչ թե երկչափ կամ նույնիսկ եռաչափ մտածել, այլ քառաչափ, միշտ հաշվի առնելով, որ ժամանակները փոխվում են եւ փոխվելու են մեր նմանների օգտին։ Ամեն դեպքում ինչ է լինի, մենք շարունակելու ենք զարգացնել մեր շարժումը եւ ցույց տալ մեր ողջ ազգին, որ մեր ուղուց բացի այլ ճշմարիտ ուղի չկա։ Շարունակելու ենք մեր գործողությունները ու փոքր քայլերը, քանի որ չենք կարող պարտեզ ունենալ առանց սեր մերձ հանելու։ Պատմություն կերտող շարժումները չեն կառուցվում հասարակական հավանության կամ ատելության վրա, այլ հետևողական, նվիրված, հաստատակամ ու ազնիվ աշխատանքի եւ պայքարի վրա։